Քրիստոս հարյավ իմերելոց, հարությունը Քրիստոսի հեղաշրջեց, փոխագերբեց պատմությունը և պատմությունը մարդկային սերունդի։ Քրիստոսի հարության դոնի արիտով 5 մտածումներ կբաժնեմ ձեր հետ։ Առաջին, Քրիստոս իր հարությամբ ցույց տվավ մեզի, թե մահեն անթին կյանք կա, հավիտենական կյանք, ճշմարիտ կյանք, գեղեցիկ կյանք, անմահ կյանք, և այդ կյանքը կշարունակվի։ Այնքան ադեն, որ Քրիստոս չեր մեռած, չեր թաղված ու մանավանդ հարություն չեր արած, մարդուն համար մահը արեղծված մներ, մարդուն համար մահը ամեն բանի ավարտ կնշանակեր, երկրավոր կյանքին համար վերջագետ կնշանակեր։ Քրիստոսի հարությամբ սակայն մահը դարձավ հավիտենական կյանքի սկիզբը։ Քրիստոսի հարությամբ մահը դադրեցավ վերջագետը ըլլալե ու դարձավ սկզբնագետը։ Քրիստոսի հարությամբ մահը դարձավ ուղիմը մեզ այս անուղիղ աշխարհեն թեպի ուղիղներու աշխարհ տանող։ Քրիստոսի հարությամբ մահը դարձավ ճամփամը մեզ արարածներուն քովեն արարիչին տանող, ան սուրբերուն սրբաբիղձներուն քովեն սուրբերուն աշխարհ տանող, երկինք տանող։ Մահը սիրելիներ, Քրիստոսի հարությամբ դարձավ ճամփամը մեզ արարածներուն քովեն, մեղավորներուն քովեն, անմեղներու աշխարհ տանող, մահկանացուներուն քովեն, անմահության տանող, ժամանակավոր այս կյանքեն հավիտենական կյանքին տանող։ Հալելույա, օրնեցեք հարուցյալ մեր փրկիչը։ Երկրորդ, Քրիստոսի հարությամբ մենք ապրեցանք մեր հոգևոր հարությունը։ Արդարև, եթե Քրիստոս մարմինով հարություն արավ, բայց մենք հոգիով հարություն չառնենք, մենք շարունակենք ապրիլ մեղքի ցեղին մեջ, Քրիստոսի հարութենեն ոչինչ գոկտվինք, սիրելիներ։ Սիրելիներ, Քրիստոսի մարմնավոր հարությունը արիթ ու պատճառ պետք է դառնա մեր հոգևոր հարության։ Իսկ հոգևոր հարությունը, ինչպես հայտնության գիրքը 25-ին մեջ գսե, մերելներու առաջին հարությունն է։ Պողոս առաքյալ մերելություն կգոչե կյանքը այն մարդուն, որ Քրիստոսով իր հարությունը չէ ապրած։ Այո, սիրելիներ, մերելություն է մեր կյանքը, եթե մահվան հաղթող հարուցյալ փրկիչը բացակայ է մեր կյանքեն։ Պողոս առաքյալ գսե Եփեսացիս 5:14-ին մեջ դուրս եկուր մերելութենետ, մեռած վիճակետ և Քրիստոս պիտի լուսավորե քեզ։ Ժամանակն է, որ հարուցյալին ցերկեն բռնենք
և դուրս կանք մեր մերելութենեն սիրելիներ, որբեսի գենթանի պրկչին, գենթանի զավակները թարնանք։ Երորդ, շարագանակիր հայրաբեդը գսե, հարյավ Աստված, և ծրվեցան ամենայն տշնամիք նորա, հարություն արավ Աստված, և անոր բոլոր տշնամիները, մեր բոլոր տշնամիները ծրվեցան, հաղթվեցան, բարդության մատնվեցան, իսկ որոնք են մեր պրկչին և մեր փրկության, մեր անձերում տշնամիները։ Առաջին տշնամին, սիրելիներ, մեղքն է, մեղքը սիրելիներ տշնամի է, որովհետև գսևցնե մեր սիրտը, գմերցնե մեր հոգին, գխրովեցնե մեր միտքը, մեղքը տշնամի է, որովհետև գխանկարե մեր կյանքը, գգասեցնե մեր հարաբերությունը Աստծո հետ, գփագե երկնքի դուռը մեր առջև, մեղքը տշնամի է, որովհետև մահվան, դժոխքի ու սատանայի զավակ գդարձնե մեզ, Քրիստոս իր հարությամբ հաղթեց այս տշնամիին, ուստի չապրինք մեր տշնամին ցերքին մեջ, մեղքին մեջ։ Երկրորդ տշնամին, որ Քրիստոս հաղթեց մեղքին, ծնողն է, սատանան։ Քրիստոս իր հարությամբ բարդությամբ մատնեց սատանան ու հաղթանակ շնորհեց չարին կողմե բարդված մարդուն։ Քրիստոս իր հարությամբ շղթայեց չարը և ազատություն բերավ չարին կողմե շղթայված մարդուն։ Քրիստոս իր հարությամբ, ինչպես Պողոս առաքյալ գսե, զինաթափ ըրավ ոգեղեն աշխարհի իշխանությունները, սատանան իր բոլոր արբանյակներով։ Քրիստոս իր հարությամբ գաբեց չարը ու չարին կողմե գաբված մարդը ազատ հռչակեց։ Երրորդ տշնամին, որ հաղթվեցավ Տիրոջ հարությամբ, մահն է։ Այո, սիրելիներ, Քրիստոս մերելոց աշխարհեն դուրս գալով, մահկանացուներեն բաժնվելով և հարություն առնելով, հաղթեց մահվան, անմահը մեռավ ու դարձավ անմահ և անով հաղթեց մահվան։ Մարդոց համար մահը սարսափելի բան էր, բայց երբ Քրիստոս հարություն արավ, Քրիստոսով մահը դարձավ այն ուրախ ճանապարհը, որ մեզ երկնքի ուրախության գարաչնորդ է։ Չորրորդ տշնամին, որ հաղթվեցավ Քրիստոսի հարությամբ, դժոխքն է։ Հայտնության կրկին խոսքը գսե, Քրիստոս հարություն արավ, կենդանի է և խլեց սատանային ցերքեն մահվան ու դժոխքի բանալին։ Մենք դժոխքին հաղթած փրկիչը զավակներն ենք։ Պետք չունենք մահեն ու դժոխքեն վախնալու, եթե Քրիստոսը ճշմարիտ Աստվածը ունենք մեր կյանքին մեջ։ Քրիստոս իր հարությամբ փակեց դժոխքին թուրը ու բացավ դրախտին թուրը, դաբալեց դժոխքը ու հաստատեց Աստծո թագավորությունը մեր կյանքի մեջ։ Ալելույա, հարուցյալ մեր Փրկչին։ Չորրորդ, Քրիստոս
Սիրելիներ, հարության փառքով փառավորվել է առաջ, փայլել է առաջ, նախ խաչի ճանապարհին հանդիպեցավ, դարաբանքի ճանապարհին հանդիպեցավ, երկնքի բարձուն բարձրանալի առաջ իր հարությամբ, նախ Գողգոթայի բարձունքը բարձրացավ, երկնքի մեջ սերովպեներուն, քերովպեներուն, հրեղեններուն գողմե փառաբանություններով, օրներքություններով թիմավորվել է առաջ, նախ թիմավորվեցավ երկրի վրա, ձայն խաչեցեք, խաչ բարձրացուցեք, բացականչող մարտոցմով։ Քրիստոս սորվեցուց մեզի չվախնալ կյանքի խաչեն, որովհետև կյանքի խաչերն են, որ մեզ հարության փառքին պիտի առաջնորդեն։ Չվախնանք սիրելիներ կյանքի մութ բահերեն, այդ մութ բահերն են, որ մեզ երկնքի լույսին պիտի դանին։ Չվախնանք կյանքի փուշերեն, կյանքի դատասկներեն, այդ փուշերն են, որ մեզ արքայության վարդերուն պիտի առաջնորդեն։ Չվախնանք մեզ չարչարողներեն, բամբասողներեն, որովհետև անոնք են, որ մեզ պիտի դանին փարիներուն դեղը, փարեխոսներուն թասագից պիտի դարձնեն, երկնքի փառքով պիտի զարդարեն։ Հինգերորդ եւ վերջին Քրիստոս հարություն արավ, սա կնշանակե, որ մենք քրիստոնյաներս կենդանի, ապրող, ճշմարիտ, անմահ Աստված մը կպաշտենք։ Սիրելիներ, բոլոր գրոնքներուն հիմնադիրները մեռան ու մահվան բաժինը մնացին, քերեզմանվեցան ու քերեզմանին մեջ մնացին, որտերու գերագուր եղան, սակայն հիմնադիրը մեր կյանքին, Քրիստոս, հիմնադիրը մեր հավատքին, Քրիստոս, մեռավ ու հարություն արավ, կենդանի Աստված է Քրիստոս, ճշմարիտ Աստված է Քրիստոս, ապրող Աստված է Քրիստոս։ Եկեք կենդանի Հիսուսին հանդեպ, կենդանի հավատք ունենանք, ճշմարիտ Քրիստոսի հանդեպ, ճշմարիտ հավատք ունենանք, անմահ բրչին հանդեպ, անմահ հավատք ունենանք, այնպիսի հավատքը, որ մեզ գարժանացնե անմահության և անմահին հետ ըլլալու երկնքի մեջ, իր արքայության մեջ, իր երկրորդ քալստյան ժամանակ, ալելույա հարուցյալին, փառք հալուցյալին, բադիվ, պաշտամունք, երկրպագություն, փառաբանություն, օրներկություն մեր հարուցյալ բրգչին, Դեր Հիսուս Քրիստոսին։